5:20-ը նա Բաղրամյանով իջնենք նորից ներքև։ Գնում ենք Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ։ Դե Բաղրամյանը այսօր արդեն ահագին նայեցինք։ Էլի նայեք կանգառը դատարկ է։ Սիրահարների այգին է, Աջից ու նորից մոտեցանք Դեմիրճան Բաղրամյան խաչմերուկ ազգային ժողով Ձախից Ակադեմիան Ձեծ եղանակա ձունը դադարեց Չնայած նենց տեմպերով է գալի դժվար է հասկանալ դադարեց թե չէ Շատ անհավես մի հատ գցում է էլի Դա կարող է շատ երկար դեպի, չէ՞։ Չնայած ինձ թվում է գիշերը գալու է Բայց ինձ թվում է սա ձուն չի Արմեն, սա եղիամ է ավելի ճիշտ, հա։ Կարող է Դե ձունը սուտքի այդքան թուլությունով չէր կարա Այս Արամ Խաչատրյանի տուն թանգարանը անցանք Սահմանադրական դատարանի հետ միասին ու մոտենում ենք Մոսկովյանի հետ խաչմերուկին Պետք է ասեմ քաղաքը նենց թեթև կիսաքուն վիճակի մեջ է տենց տպավորություն է Ես էլ Ֆրանսիայի հրապարակն ենք անցնում Ստեղի տոնածառը Գային ու Սայատնովա Պողոտան 5:25-ը մոտեցանք Տերյան փողոցին Տերանն ենք անցնում Ինձ թվում է նենց տպավորությունա մոտս որ քաղաքի կյանքը տեղափոխվել է տները փողոցը օգտագործում է ուղղակի մի տնից մյուս տուն գնալու համար Աբովյանին մոտեցանք անցանք Աբովյանը Անի հյուրանոցն էլ ահագին նենց հանդարտ տեսք ունի Մարդիկ չեն երևում առանձնապես Սենց հայեր Մոտենում ենք Նալբանդյանին Ես էլ Նալբանդյան փողոցը Կտրեցինք Խանջանն ենք անցնում Են արջևում բարձրահարկները հիշում եք Սայատնովայի վերջումը Ու ստեղից մենք թեքվենք Աջ Ձախից ռադիոյի տունն է Այս է ստեղից թեքվենք Ես Ալեք Մանուկյան փողոցն է Վերջերս ստեղով անցել ենք, հիշում եք Այս ձախից շենքը որ կա տրավերցինից Առաջինը բնակելի է, երկրորդը ամերիկյան համալսարանինն է Իսկ աջ կողմից Օղակաձև այգին է Ֆիզկուլտ ինստիտուտը ձախից Ես էլ Վարդանանց փողոցի հետ խաչմերուկը Աչքի վրա Վարդան Մամիկոնյանի արձանն է Ձախի վրա էլ են շինանյութերի վերնիսաժն է Վարդանանցն էլ անցանք Անցնում ենք Ստեղից հետո Ալեք Մանուկյանը դառնում է Երևանդ Քոչարի փողոց Տենց է կոչվում Ու հիմա Աչքի վրա Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է Հետո ստեղ մի հատ
Զախի վրա նորակառույց է այս շենքը որ կա։ Դրա տակը սաս են մեծ սարքել։ Մենք այս փողոցով ենք գնում։ Ասենց ուղիղ որ գնանք Նարդոս կընկնենք։ Եստեղ միտեղ պետք է կանգնեմ ու այս շենքի վերևից էլ կնկարենք ինձ թվում է։ Այնտեղ էլ է հետաքրքիր տեսարան։ Այս էլ 12-րդ հարգում ենք։ Այս բնակելի շենքն է, այս շենքի տակ էին են սաղ շինանյութի խանութները Վարդանանց փողոցի վրա։ Այստեղ Հանրապետական ստադիոնն է, որը հիմա կոչվում է Վազգեն Սարգսյանի անվան։ Վերևը մի թեթև տելևիዥն է երևում, տենում եք ինչ մշուշապատ է։ Սենց, ճիշտն ասած, առանձնապես բան չեմ տենում ստեղ ցույց տալու։ Այս մի շենքը նորակառույց լճեն ավարտել։ Այս էլ հին մին տներն են մնացել, սենց։ Այս մի հատ է ոնց որ դպրոց է, բայց ինչ դպրոց է չգիտեմ ճիշտն ասած։ Ու այս մասն է սենց։ Այսենց ձմեռ է տենում եք տանիքները։ Ու այն ուղղությամբ էլ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, բայց դե չի երևում ստեղից։ Այսքանը 8:20 է պակաս։ Այս Սայաթնովա փողոցը վերջացավ ու թեքվեցինք Չարենց։ Դա ցավոք սրտի մութ է, չէ՞։ Հա, մութ է, մարդիկ շատացան իհարկե փողոցում։ Որի մարդ չկա արդեն։ Այս գերմանական դեսպանատունն է։ Առաջվա Անտոն Աչից։ Երմանդովիչ Քոչինյանի տունն էր։ Հա, այդ իր տունն է։ Հա, իրանց տունն էր։ Հա։ Հետո վաճառեցին, հիմա էլ արդեն լրիվ ձևափոխված է այդ տունը։ Հա, այդտեղ շինարարություն բան արեցին։ Գերմանացիները։ Այս էլ համասարանն է հիմա Ձախից։ Ու երևի հրաժեշտ տանք։ Այսօր բավական է։ Լավ մնաք։ Ստեսություն ձեզ։ Ստեսություն։ Սանասար Բաղդասարը հիշում ես, այս կաֆեն դաչկովից։ Հա, երկու ձմեռ ուտեղ եմ անցկացրել։ Մենք էլ ենք ու հետ այստեղ հաճախ գալի։ Հա, Ժամանակին, հա։ քաղաքում 5-ած սրճարան էր։ Այստեղ մեղմ լուսավորություն է, չէ՞։ Այս էլ հերացի փողոց եկանք։ Եվ վсё։